Մենք վախենում ենք, որ երեխաները հայատում խաղան։ Կվախենանք ինչ որ հիմա մեքենայի տակ կգնի, տրանսպորտների երթուղ այն շատ է գնալ գալը։ Դրա համար վախենում ենք։ Ժամանցի համար ինչ որ բաներ կա, թե չէ, սրճարանը, ռեստորանը, երիտասարդների համար ժամանց չի ինչ որ։ Դες բան չկա։ Հա, տղեկ, դուք ինչ կսեք։ Ինչ պետք է անենք այս քաղաքի համար որ լավ եղնի։ Շների հարց են ուզել, որովհետև ոչենը իրանց քարով զարգին, ոչենը թողանք շատենան հասին մարդկանց կզեն։ Չէ, Չենք շենքը ցանկանա, ուզենանք որ սա շները կամ տեղեր ունենան կամ ինչ որ տեղեր, նոր իրանց խոհեն էլի։ Շների համար նախ պետք է իրանց ճիշտ ստեղծման ու բուժական միջամտությունը ճիշտ կատարվի, հետո ապաստարանների հարց պետք է լուծվի։ Իրանց համար կլինիկա պետք է ստեղծվի, այսինքն շունը որպես այդպեսին այս քաղաքի նույնպես բնակիչ է։ Այս ճանապարհը տեսնում եք, այս ճանապարհը ինչ ես գիտեմ, այս մոտավորապես այս վիճակի մեջ է, երբեք չի վերանորոգվել, ասֆալտապատում տեղի չի ունեցել, ուստեղի բնակիչների համար ամեն անձրևի ժամանակ շատ խնդրահարույց է, էլի։ Հիմա ժողովրդի հետ էլ ասենք բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այդ կողմերը ուսումնասիրեք։ Ապրեք։ Սիքսպես է չասֆալտը, չէ՞։ Չէ։ Արդյոք ես պետք է ասֆալտի հարցը լուծեմ։ Իսկ ուրիշ ինչ կա, ինչի կարիք կա։ Մենակ գտիկ։ Ասֆալտի հարցը։ Ասֆալտ չկա, ավտոները կճարտի, տաքսի չկա, սկորի չկա։ Մարդկանց մեծ մասը հիասթափված են, մեր այս գործողությունների նպատակն է հանել հիասթափությունից եւ ցույց տալ, որ վճռորոշ դեր կարող են խաղալ հենց իրենք, քաղաքացիները, մեր քաղաքի ապագա կառավարման մեջ։ Կոալիցիայի մասին անկեղծ ասած չեմ էլ մտածել։ Մենք միասին վերցնելու ենք Գյումրու իշխանությունը եւ իմ սկզբունքների, մեր պետության շահերից ելնելով, մեր գյումրեցիների, իշա գյումրեցիների աշխատելու ենք, քաղաքացի վիճակից հանելու ենք։